Շնորհակալ եմ ազգային ժողովի մեծարգո նախագահ, ազգային ժողովի նախագահի հարգելի տեղակալներ, հարգելի պատգամավորներ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի ներկաներ, սկսում ենք 2026 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի քննարկումները եւ առաջին բանը, որ ուզում եմ ընդգծել, հետևյալն է, ըստ էության առաջին անգամ է, երբ մենք Հայաստանի Հանրապետության բյուջեն քննարկում ենք Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության պայմաններում, այսինքն ըստ էության առաջին անգամ է, երբ որ մենք բյուջե ենք քննարկում խաղաղության պայմաններում եւ նաեւ առիթից ուզում եմ օգտվել եւ եւս մեկ անգամ վերահաստատել, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության հռչակագրով Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն եւ այդ խաղաղությունը արդեն ունի կոնկրետ պարամետրեր, կոնկրետ վիճակագրություն, մի մասին խոսել եմ, բայց ուզում եմ ընդգծել, որ արդեն 1 տարի 8 ամիս Հայաստան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով զինվոր չի զոհվել եւ կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր անկախության պատմության մեջ մենք երբևէ այսպիսի 1 տարի 8 ամիս չենք ունեցել, բայց կարևոր է, որ նոր փաստեր, հանգամանքներ նույնպեսի հայտ է բերում հաստատված խաղաղությունը եւ մասնավորապես նկատի ունեմ Ադրբեջանի այն հայտարարությունը, որով Ադրբեջանը վերացնում է դեպի Հայաստան տարածման սահմանափակումները, սա ըստ էության պատմական իրադարձություն է եւ նշանակում է Հայաստանի Հանրապետության շրջափակման, հաղթահարման առաջին փուլը, բայց կարևոր է նաեւ, որ Հայաստանն էլ արձագանքող լինի այդ հայտարարություններին եւ նաեւ համապատասխան քայլեր անի եւ այս պահին դրան մեր արձագանքը հետեւյալն է, որ հենց այսօրվանից մենք պատրաստ ենք ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա, մասնավորապես Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղիով, այսինքն ես սա ինչի համար եմ ընդգծում, որովհետև սա այս պահին միակ տարբերակն է, որը մենք հենց այսօր կարող ենք իրականացնել, այսինքն եթե ենթադրենք, որ Թուրքիայից բեռնատար է մոտենում Մարգարա անցագրային կետին, ուղևորվելու համար դեպի Ադրբեջան, մենք հենց այսօր կարող ենք ապահովել դա, մեր ճանապարհները միջև Գորիս, միջև Կորնիձոր գտնվում են լավ վիճակում եւ գիտեք, որ Կորնիձորում էլ որոշակի ենթակառուցվածք մենք ունենք եւ կարող ենք սպասարկել այդ թվում հակառակ ուղղությամբ, այսինքն եթե Կորնիձորի կողմից ադրբեջանական բեռնատար մոտենա եւ անցում կատարելու համար դեպի Թուրքիա, մենք հենց այսօր կարող ենք դա իրականացնել։ Մնացած հատվածով իհարկե մեր իրավիճակները Ադրբեջանի հետ մի քիչ տարբեր են։ Դուք տեղյակ եք, որ ներկայումս ընթացքի մեջ է Ղազախստանից Ադրբեջանով դեպի Հայաստան հացահատիկի առաջին խմբականակի ներմուծումը եւ դա տեղի ունենալու Ադրբեջան-Վրաստան, Հայաստան երկաթուղային երթուղով եւ իրավիճակների տարբերությունը ինչ է, որ ըստ էության մենք Ադրբեջան-Վրաստանի տարածքով հասանելիության սահմանափակում չունի, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով հասանելիության սահմանափակում չունի, բայց իմ հայտարարությունը վերաբերվում է բոլոր ուղղություններով, որովհետև կարող է պարզվի ինչ որ մի ուղղության նկատմամբ հետաքրքրություն կա եւ մենք ուղղակի այսպես դահլիճային պայմաններում դա չենք արձանագրում, այսինքն ինչպես Ադրբեջանը մեզ համար վերացրել է տարանցման սահմանափակումները, նույն կերպ եւ մենք վերացնում ենք տարանցման սահմանափակումները։ Իհարկե այս հայտարարությունը որպեսզի լինի
ամբողջական, մենք առաջիկայում պետք է շատ ինտենսիվ զբաղվենք Վաշինգտոնի խաղաղության հռչակագրի 3-րդ եւ 4-րդ կետերի լիարժեք իրականացմամբ, որի արդյունքում Հայաստանի եւ Ադրբեջանի միմյանց նկատմամբ տարանցման արգելքի այս որոշումները կլինեն լիարժեք եւ ամբողջական, այսինքն կլինեն ոչ միայն դե յուրե, այլև դե ֆակտո մենք հնարավորություն կունենանք այդ ամենը իրականացնել, բայց որպեսզի կարծում եմ առիթ ունի հիշեցնել, թե ինչի մասին է խոսքը Վաշինգտոնի հռչակագրի 3-րդ եւ 4-րդ հոդվածներում։ 3-րդ հոդվածը, որը մեջբերում ենք, մասնավորապես ասում է. մենք վերահաստատեցինք ներպետական երկկողմ եւ միջպետական փոխադրումների համար երկու երկրների, այսինքն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման կարեւորությունը հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության հարգման վրա տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։ Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի եւ Նախճեվանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչնդոտ հաղորդակցությունը Հայաստանի Հանրապետության համար միջազգային եւ ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։ Սա 3-րդ կետն էր, իսկ 4-րդ կետում ասվում է. Հայաստանի Հանրապետությունը աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ Հայաստանի Հանրապետության տարածքում Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման TRIP հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Մենք հաստատում ենք մեր վճռականությունը բարեխղճորեն ձեռնարկելու բոլոր միջոցները սույն նպատակին հնարավորինս արագ կերպով հասնելու համար։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ ներկայումս Միացյալ Նահանգների հետ բավական ինտենսիվ աշխատանք է տեղի ունենում նախագծի իրականացման շուրջ։ Իհարկե նախագիծը մեզ համար եւ տարածաշրջանի համար նոր է, ինքը ունի բազմաթիվ նրբություններ եւ ես համոզված եմ, որ մենք հնարավոր ամենաարագ ժամկետներում այդ խնդիրները կքննարկենք, լուծումներ կգտնենք եւ իրականացնենք այդ ծրագիրը։ Բայց էլի կրկին հարգելի ներկաներ, ազգային ժողովի մեծարգո նախագահի հարգելի տեղակալներ, կառավարության հարգելի անդամներ, ազգային ժողովի հարգելի պատգամավորներ, հարգելի ներկաներ, շատ կարևոր է արձանագրել, որ ըստ էության սա մենք պետք է անընդհատ ասենք, որովհետև հիմա կասեմ նաև թե ինչու պետք է անընդհատ ասենք, որ խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված փաստ է։ Դա հաստատված փաստ է։ Եվ մենք պետք է նաեւ հարաբերվենք այն իրավիճակի հետ, որ խաղաղությունը մեզ համար անծանոթ երևույթ է, հասկանում եք, անծանոթ երևույթ։ Հայաստանի Հանրապետությանը ծանոթ չէ, թե ինչ է նշանակում խաղաղություն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը իր անկախության առաջին օրից եղել է կոնֆլիկտի մեջ։ Նույնիսկ անկախության նախորդող բավական երկար ժամանակաշրջանում ըստ էության մենք ապրել ենք կոնֆլիկտային միջավայրում եւ ապրել խաղաղության պայմաններում, ունենալ խաղաղության պայմաններին համարժեք ընկալում եւ մտածողության ձևեր դա պարզ խնդիր չի եւ մենք պետք է շատ ուշադիր լինենք այդ խնդիրը լուծելու համար եւ սա կարևոր բաղադրիչ է խաղաղության նկատմամբ խնամք տանելու անհրաժեշտության առումով, որովհետեւ մենք պետք է հաստատված խաղաղության նկատմամբ խնամք տանենք, որպեսզի այն ուժեղանա, ամրապնդվի, դառնա առավել ինստիտուցիոնալ։ Իհարկե, այս հարցում մենք աշխատում ենք, շարունակում ենք աշխատանքը Ադրբեջանի հետ, շարունակում ենք աշխատանքը դիվանագիտական խողովակներով, նաև տարբեր մակարդակների շփումներ են տեղի ունենում, վերջերս ազգային ժողովի նախագահի հանդիպումը տեղի ունեցավ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահի խոսնակի հետ, նախորդիվ փոխվարչապետերի մակարդակով գործող աշխատանքային խմբերի հանդիպումը տեղի ունեցավ, նաև ամենօրյա ըստ էության աշխատանք է տեղի ունենում հեռավար ձևաչափով եւ սա ըստ էության արդեն մեր առօրյայի
նախկինում էլ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները մեր ամենօրյա առօրյայի անբաժանելի մասն էր։ Հիմա տարբերությունն է նա, որ խաղաղության օրակարգն է, Ադրբեջանի հետ խաղաղությունն է մեր ամենօրյա աշխատանքի անբաժանելի մաս։ Եվ այս առումով, քանի որ 2026 թվականի պետական բյուջեի նախագիծն են քննարկում, ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից։ Այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը եւ ես հիմա խուսափում եմ ասել տեր կկանգնի նաեւ իր ապագային, որովհետեւ կարծում եմ, որ ապագան հիմա է։ Մենք հիմա սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ որ հեռավար մի բան, բայց նաեւ ուզում եմ վերադառնալով, քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021 թվականին մենք ընտրություններին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց ապագա կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Էսա այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի գործընկերներ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ իմիջիալոց շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել։ Կարգախոսը նրա մասին չէր, որ ապագա լինելու է։ Ապագա կա եւ ապագան կա այն ժամանակ ինչ որ իմաստով սպասվող այսօր ներկա, այսինքն ապագան այսօր է եւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է, որովհետեւ 5 րոպե առաջ սա արդեն ապագա էր, ինչ որ հիմա կամ կես ժամ առաջ։ Եվ այս առումով իհարկե առանցքային նշանակություն ունի, այդ թվում խաղաղության տրամաբանության մեջ, այն որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը եւ պետությունը, որովհետեւ պետականությունը եւ պետությունը առանցքային նշանակություն ունեն, այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաեւ պետության ֆունկցիան շատ կարեւոր է ճշգրտել եւ այս ընթացքում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաեւ այդ ֆունկցիան, որովհետեւ հնչած թե չհնչած, ձևակերպված թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ։ Ի վերջո ինչի համար է պետությունը, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը
ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Եվ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային, պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։ Սա շատ կարևոր նրբություն է եւ մենք օրինակ այդ թվում իհարկե նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաեւ, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը եւ բայց նաեւ զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգային հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից։ Եվ իհարկե բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք հիմա կարող ենք տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել պաշտպանության ոլորտի, կրթության ոլորտի, ցանկացած ոլորտի։ Շատ կարևոր է գնահատելով պետական բյուջե հասկացությունը արձանագրել, որ բացարձակապես ինչի մասին մենք խոսում ենք մեր հանրային օրակարգի, այդ բոլորը արտահայտված են պետական բյուջեի մեջ, այս կամ այն չափով։ Այսինքն, երբ որ մենք խոսում ենք պետական բյուջեի մասին, պետական բյուջեն մեր հանրապետության ամբողջ կյանքը կազմակերպելու մասին է։ Հանրապետության կենսագործունեությունը ապահովելու մասին է, ներառյալ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը եւ կենսագործունեությունը ապահովելու մասին։ Բայց ես շատ կարևոր եմ համարում, որ մենք ընդհանրապես մեր քաղաքացիների հետ շատ խոսենք պետական բյուջեի երևույթ, ինքներս իրար հետ շատ խոսենք, մենք բավարար չափով խոսում ենք, բայց էլի ավելի մանրամասն խոսելու տեղ միշտ էլ կա, բայց կարևոր է նաև մենք մեր քաղաքացիների հետ մանրամասն խոսենք, թե այնուամենայնիվ ինչ է եւ ինչպես է ձևավորվում պետական բյուջեն։ Ես այսպիսի մի մտավարժանք եմ արել այսօր փորձելու համար մեր քաղաքացիներին եւ ավելի պատկերավոր մաքսիմալ բարձ ներկայացնելու, թե ինչ է պետական բյուջեն եւ ինչպես է այն ձևավորվում։ Իրականում կարծում եմ պետական բյուջեն լավագույն արտահայտությունն է իրական Հայաստանի այն գաղափարախոսության, որ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է։ Պետական բյուջեն ընդհանրապես այս հայեցակարգից բխող բան է, որովհետև պետական բյուջեն մեր համատեղ ընտանեկան բյուջեն է, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համատեղ ընտանեկան բյուջեն է, եթե մենք ելնում ենք այն կանխավարկածից, իսկ մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ ժողովուրդը մեր ընտանիքն է, այսինքն մեզնից յուրաքանչյուր քաղաքացի կարող է եւ պետք է մեր կարծիքով ասի, որ ժողովուրդը իր ընտանիքն է եւ այդպես է նաեւ իրականում։ Հիմա հասկանանք, թե ինչպես է բյուջեն ձևավորվում։ Եթե վերցնենք 2026 թվականի առաջին վարքյանները, դեկտեմբերի 31 եկավ, նոր տարին եղավ եւ 2026 թվականը եկավ։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 են։ Այսինքն 0.001 վարքյան։ Այդ պահի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները 0 են։ Պատկերավոր ասած, եթե դա համարենք ընդհանրապես զրոյական կետ, այդ պահին Հայաստանի պետական բյուջեին ոչ մի լումա չկա։ 0 է
բյուջեի գումարը 0 է։ Իհարկե, քանի որ բյուջեն շարունակական process է, ինքը տենց մի տարում չի սկսում 2026, եթե սկսեր մեր բյուջեի պատմությունը 2026 թվականի հունվարի 1-ից, ուրեմն կլներ 0, բայց քանի որ շարունակական process է, սովորաբար նախորդ հաջորդ տարվա ծախսերի մեկնարկի համար նախատեսվում է ռեզերվ բյուջետային եւ նաեւ նախորդ տարվա եկամուտների չծախսված մասը փոխանցվում է պետական բյուջե, այսինքն ընթացիկ ծախսեր իրականացնելու համար։ Բայց եկեք պատկերացնենք, որ 2026 թվականը բյուջետային համակարգի մեկնարկի կետն է։ Մենք էլ քննարկում ենք 2026 թվականի պետական բյուջեն։ Ուրեմն կես գիշերի դրությամբ եւ նույնիսկ մի ժամ անց պետական նույնիսկ 2 ժամ անց, նույնիսկ 3 ժամ անց, նույնիսկ 4 եւ 5, նույնիսկ առավոտվա դրությամբ պետական բյուջեի եկամուտները 0 է։ Հիմա ինչպես են ձևավորվում պետական բյուջեի գումարները։ Պետական բյուջեի գումարները ձևավորվում են հիմնականում արտաքին բաներն էլ համագործակցություններն էլ սպայն հաշվի չեմ առնում, ձևավորվում են հետեւյալ հարկերի միջոցով կամ վճարումների միջոցով, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, եկամտային հարկ, սոցիալական վճարներ, շահութահարկ, շրջանառության հարկ, պետական տուրքեր, ներառյալ մաքսատուրք։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն ձևավորվում է այս հարկերի միջոցով ձևավորված խողովակներով տեղի ունեցող վճարումներից։ Հիմա ինչպես ես ուզում եմ ցույց տալ մի փոքր գիծ, մեկ կամ երկու փոքր գիծ բյուջեի ձևավորում։ Հունվարի լույս 1-ի գիշերը բնականաբար առավոտյան խանութում մեծ հավանականությամբ, ասենք օրինակ, լինում են ապրանքներ եւ մատակարարվում են։ Վերցնենք ամենապարզ օրինակներից մեկը, գիշերը արտադրողը արտադրում է թթվասեր։ Չէ, գիշերը արտադրում է, որ առավոտյան, չնայած ես հիմա չգիտեմ ինչքանով այդ ավանդույթ կա, որ թարմության տրամաբանությամբ, որ սովորաբար թթվասեր մեկ էլ առնում ենք հունվարի 20-ի կողմերը, բայց եկեք նայենք, չնայած այդ ավանդույթը ոնց որ կամաց փոխվում է։ Հիմա հունվարի լույս 1-ի գիշերը արտադրողը թթվասերը արտադրեց, թողարկման պահին գոյանում է ավելացված արժեքի հարկ։ Այսինքն երբ որ ապրանքը թողարկվեց, ինքը դեռ չի վճարվել, բայց իր շուրջ իր փաթեթավորման հետ ձևավորվում է նաև ավելացված արժեքի հարկ։ Բայց այդ հարկը մտնում է պետական բյուջե այդ ապրանքի շրջանառության արդյունքում։ Մասնավորապես, բնականաբար թթվասերը առաքվեց խանութ։ Եվ երբ քաղաքացին իր բակի խանութում գնում է թթվասերը, ասենք վճարելով 400 դրամ, այդ պահից սկսվում է բյուջեի համալրման գործընթացը։ Ես ուզում եմ մեր բոլոր քաղաքացիների ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա։ Այն պահին, երբ որ ինքը թթվասերը գնեց 400 դրամ է, 400 դրամը ամբողջությամբ հենց թթվասերի արժեքը չի կոպիտ ասած։ 400 դրամի մեջ 20 դրամը, ներողություն, 20%-ը, այսինքն 80 դրամը ավելացված արժեքի հարկն է։ Եվ ավելացված արժեքի հարկը պետական բյուջե, ես հիմա չեմ կանգ առնի ավելացված արժեքի հարկի այդ հաշվեգրումների եւ այլնի վրա, հա, պարզ բան անեմ, մասնագետները խոժորված ինձ են նայում, որպեսզի այդ նրբությունները չեմ ընդգծի, թե ինչպես է բան արվում, ինչ է անունը։ Ավելացված արժեքի հարկը առանձնահատկություններ ունի, որովհետև բոլորը չէ, որ այդ թթվասերի 400 դրամանոց 20%-ը կարա շրջանառվի, բայց բոլորը չէ, որ 20% են վճարում։ Այսինքն այդ 20%-ը հետո ով ինչքան վճարեց, բաշխվում է որևէ ինչ բարդ մեխանիզմներով։ Բայց շատ կարևոր է, որ քաղաքացիները արձանագրեն, որ այդ թթվասերը երբ որ իրան գնեցին, 20%-ը ավելացված արժեքի հարկն է։ Եվ որպեսզի, այսինքն քաղաքացին չի կարող որևէ ձևով գնի թթվասեր Հայաստանում, որ իր գնաց գնի մեջ
20% ավելացված արժեքի հարկը ներառված չլինի։ Ըստ էության ամեն ինչ, բացառությամբ կարող են լինել ապրանքներ, որոնք ավելացված արժեքի հարկից չէ, նույնիսկ շրջարկի դեպքում, այսա շրջարկին առանձին կանդրադառնում։ Գնի մեջ ավելացված արժեքի հարկը ներառված, այսինքն չկա տարբերակ, որ մենք որևէ բան գնենք եւ հարկը չվճարենք։ Այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է, թե ինչքանով է այդ շրջանառությունը ոչ ստվերային, որպեսզի արձանագրվի, որ քաղաքացու վճարած ավելացված արժեքի հարկը մտնի պետական բյուջե։ Սա շատ կարևոր նրբություն է։ Այսինքն քաղաքացին այսպես թե այնպես վճարում է, այլ բան, որ ստվերային տնտեսության դեպքում քաղաքացու արդեն իսկ վճարած հարկը գնում է մասնավոր անձի գրպա, իսկ երբ որ շրջանառությունը ստվերային չի, այդ հարկը մտնում է պետական բյուջե։ Այսինքն ես ուզում եմ էլի ընդգծեմ, քաղաքացին տալիս է գումարը բյուջեին, բայց եթե շրջանառությունը ստվերային է, բյուջեին տրված գումարը գողացվում է, կոպիտ ասած, իհարկե, գողացվում է ուրիշների կողմից։ Եվ ահա այս շրջանառության ոչ ստվերայնությունը ապահովելու համար շատ կարևոր է, որ թթվասերը գնելու պահին խանութը դուրս գրի ՀԴՄ, այսինքն մեր մանրածախ առևտրի ոլորտում ստվերային շրջանառությունը կանխելու ձևը հաշվիչ դրամարկային կտրոնն է, եւ հաշվիչ դրամարկային կտրոնը երկու պատճառով է կարևոր։ Առաջինը նախ դա հնարավորություն է տալիս, որ թթվասերից շրջանառությունը լինի ոչ ստվերային, որպեսզի ի վերջո այն 20% ավելացված արժեքի հարկը վճարվի, եւ բացի դա թթվասեր վաճառողը առնվազն շրջանառության հարկ պետք է վճարի, եւ շրջանառության հարկը գոյանում է ՀԴՄ-ների կուտակման արդյունքում ձևավորված արձանագրված շրջանառության չափից։ Եվ եթե ՀԴՄ չի բաց թողնվում, իհարկե կան բարեխիղճ տնտեսվարողներ, ովքեր բաց են թողում միշտ ՀԴՄ, բայց ես կարևոր եմ համարում քաղաքացու տեսակետից, ես եւ ես շնորհակալ եմ բոլոր այդ բարեխիղճ տնտեսվարողներին, բայց կարևոր է հարցի մոտենալ քաղաքացու տեսակետից նաեւ։ Այսինքն ՀԴՄ-ների ցույց տրված բացահայտած շրջանառության արդյունքում է նախ որոշում, թե տնտեսվարողը շրջանառության հարկի դաշտում է գործում, թե ավելացված արժեքի հարկի դաշտում է գործում։ Սա կարևոր նրբություն է։ Այսինքն, բայց նույնիսկ ճիշտ շրջանառությունը ցույց տալու համար կարևոր է, որ հաշվից դրամարկային կտրոն դուրս գրվի։ Հաջորդը թթվասեր արտադրողը իր աշխատողներին պետք է վճարի աշխատավարձ։ Բնականաբար այդ աշխատավարձը այդ 400 դրամներից է գոյանում, բայց որի արդյունքում պետք է աշխատողների փոխարեն վճարի 20% եկամտային հարկ եւ սոցիալական վճար։ Եկամտային հարկը մեր պետական բյուջեի եկամտային կարևոր տողերից մեկն է, բայց նաեւ ուզում եմ մեր քաղաքացիներին հիշեցնել, որ մենք եկամտային հարկի վերադարձի համակարգ ունենք եւ 2018 թվականից մինչեւ այսօր 64000 ավելի քան 64000 բնակարաններ են վաճառվել, գործարք է ներողություն, 64000 շահառուներ առաջնային շուկայից բնակարան ձեռք բերելու համար ստացել են տասնյակ միլիարդ դրամների եկամտային հարկ են վերադարձվել նրանց 2024 թվական, եթե հիշողությունս չի դավաճանանում, 70 միլիարդ դրամի կարգի գումար ենք մենք վերադարձրել, կամ 70, այս տարի կհասնենք 100 միլիարդի։ Հաջորդը թթվասեր արտադրողը տարվա ընթացքում իր գործունեության արդյունքում ունեցած շահույթի դիմաց պետք է վճարի շահութահարկ։ Ներմուծման պարագայում, որովհետև կոմպոնենտներ են ներմուծում, նաև կարող են հումք ներմուծել, պետք է վճարի նաև մաքսատուրք։ Եթե արտադրողը արտադրում է, ասենք, ոչ թե թթվասեր, այլ օղի, պետք է վճարի նաև ակցիզային հարկ։ Ահա, հարգելի գործընկերներ,
պետական բյուջեն նոր տարվա գիշերից լինելով 0 սենց է ձևավորվում։ Այսինքն մեր բոլորի կենսագործունեության արդյունքում, մեր բոլորի աշխատանքի արդյունքում։ Եվ հետևաբար շատ է բյուջեն թե քիչ, ըստ էության արտահայտում է այն, թե մենք ինչպես ինչ արդյունավետությամբ եւ ինչքան ենք աշխատել բոլորով, բացարձակապես բոլորով, կառավարություն, քաղաքացիներ, խորհրդան բոլորով, պետական բյուջեն մեր համատեղ աշխատանքի արդյունավետության արգասիքը եւ արդյունքն է։ Ընդ որում, ուզում եմ ընդգծել, բայց պետական բյուջեով այդ թվում ապահովում են բոլորի կարիքները, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների բազմաթիվ կարիքներ ապահովում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Ընդ որում, ես էլի ուզում եմ վերադառնալ իմ այն պնդմանը, որ Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացի, որևէ ընտանիք ինքը իր բարեկեցության համար ավելի մեծ ծախս չի անում, քան դա անում է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես, եթե Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն եւ համայնքային բյուջեները պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենան, Հայաստանի Հանրապետության, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, Հայաստանի Հանրապետության որևէ քաղաքացու բարեկեցությունը հնարավոր չի, անհնար է, բացի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ համայնքային բյուջեի բացակայության կամ պատշաճ եկամտային եւ ծախսային հոդվածներ չունենալու դեպքում որևէ քաղաքացու բարեկեցությունը ուղղակի անհնար է։ Ես ուզում եմ դրա համար բերել իմ սիրած մի օրինակ։ Ասենք մարդ կարող է ասի, բայց ինչ կապ ունի ինձ հետ պետական իմ բարեկեցության հետ, ինչ կապ ունի պետական բյուջեի ծախսային հոդվածը։ Ես շատ փող ունեմ, ինձ համար դղյակ եմ կառուցում, աննկարագրելի դղյակ եմ կառուցում, հրաշք։ Հիմա կարող է լինել այսպիսի դեպք, այո, կարող է լինել, բայց կարող է կառուցել այդ քաղաքացին։ Կարող է կառուցել, տեսականորեն կարող է կառուցել, բայց քաղաքացին կարա այդ հազար ներողություն այս կոմունալ մանրամասների համար, այդ դղյակը կառուցած քաղաքացին կարա այդ դղյակում բարեկեցիկ ապրի։ Բացառվում կարա բարեկեցիկ ապրի, եթե չլինի կոյուղի օրինը։ Բացառված է։ Ոնց կարա դղյակ, որը չունի կոյուղի, կարա բարեկեցիկ լինի, բացառված է։ Եթե այդ դղյակը չունենա ջրամատակարարում, կարա այդ դղյակում մարդը բարեկեցիկ ապրի, բացառված է։ Եթե չունենա էլեկտրականություն, կարող է քաղաքացին այդտեղ ապրի բարեկեցիկ։ Դե հեսա սպասերին էլ կան, չի կարող։ Հիմա եթե ենթադրենք, որ մարդ այնքան բարեկեցիկ է, որ իր համար կոյուղի էլ է կառուցում, բան էլ է կառուցում, ջրամատակարարում էլ ավտոնոմ, էլեկտրականություն էլ ապահովում ինքը իր համար, շատ լավ, եթե ճանապարհներ գոյություն չունենային, այդ մարդը չէր կարող իր դղյակը կառուցել։ Շատ լավ, ենթադրենք, եթե քարավաններով էր ուզում բերի շինանյութը, այդ բարեկեցիկ մարդը, եթե երկրում իրավակարգ չլինի, այդ քարավանները 5 րոպեում ինձ կթալանեն, որ մեծ տորը կմնա ուխտի ականջը քարավան, եթե իհարկե քարավանը ուխտից է, եթե ձիերից եւ ջորիներից է, կմնա ձիերի եւ ջորիների ականջը մեծ կտորը։ Ուրիշ բան, այդ քաղաքացին կարող է ապրել բարեկեցիկ, եթե իր դղյակին հասանելի տրամաբանական մոտակայքում առողջապահական ծառայություն չլինի, որ այդ քաղաքացին իր չնաշխարհիկ դղյակը կառուցելիս կամ զբոսնելիս
ընկավ ոտը ջարդեց 103 զանգելու է թե չի զանգելու Իսկ եթե պարզվի որ հեռախոս չկա որ զանգելու է իսկ եթե պարզվի որ 103 ավտոմեքենա չունի իսկ եթե պարզվի որ 103-ում աշխատող բժիշկ չկա իսկ եթե պարզվի որ 103-ում չկան անհրաժեշտ սարքեր եւ սարքավորումներ Հաջորդ է դղյակում կարող է մարդը բարեկեցիկ ապրել, եթե հասանելի հեռավորության վրա չլինի դպրոց, օրինակ։ Հայինքը կարող է իր երեխաների համար լուսնից դասախոսներ բերել, բայց բժիշկը, որ պետքա գա իր ոտը բուժելու, ինքը որտեղ պիտի սովորեր։ Մինչև բժշկական համալսարան։ Արգելի գործընկերներ, սա ցույց եմ ասում եմ, որովհետև ես հիշում եմ նախորդ տարվա բյուջետային քննարկումների ժամանակ ես այս արտահայտությունը արեցի, ինչ որ տեղ իմպրովիզով արեցի այդ նախադասությունը, ես էլ ասեցի ու մի պա կանգ առա, եւ այս մի տարվա ընթացքում այդ մտածումներն ու քննարկումները այնքան են ամրապնդել այս թեզը, որ այս թեզը կասկածի տակ չի։ Հայաստանի Հանրապետության Որևէ քաղաքացու, հիմա երկրորդ հայտարարությունն եմ արում, որը էլի եմ թերևս արել, որևէ քաղաքացու բարեկեցությունը կախված է առաջին հերթին ոչ թե նրանից, թե ինչքան է ինքը իր բարեկեցության համար ծախսում, այլ առաջին հերթին կախված է նրանից, թե ինչքան է պետական եւ համայնքային բյուջեն իր բարեկեցության վրա ծախսում։ Դղյակի օրինակով ես ցույց տվի, մարդը ինքը իր բարեկեցության վրա միլիոն էլ ծախսի, եթե պետական եւ համայնքային բյուջեն չի ծախսում, եւ պետական եւ համայնքային բյուջեն ծախսում է միշտ ավելի շատ, որովհետեւ այն ինչով կարելի է մի հատ դղյակ կառուցել, դրանով հնարավոր է կառուցել օրինակ 1 կիլոմետր ճանապարհ ընդամենը, կամ չգիտեմ, գների հաշվարկի մեջ կարող եմ մի քիչ խառնեմ, թող լինի 2, թող լինի 3 Եվ սա ես ինչի համար եմ ասում, որ ի վերջո մեր պետության երկարատև զարգացման եւ մեր երկրի անվտանգության բարեկեցության համար չափազանց կարեւոր է, որ բյուջեի ընկալումը փոխվի։ Առաջինը, որ բյուջեն ձևավորվում է մեր բոլորի կատարած աշխատանքի արդյունքում, եւ երկրորդը, որ պետական բյուջեն է, որ ապահովում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ այլն։ Բավարար չի անվտանգությունը եւ բարեկեցությունը։ Ուրեմն պետական բյուջեն բավարար չի։ Բավարար չի պետական բյուջեն, ուրեմն մենք բավարար չափով հազար ներողություն գիտեմ, որ սենց հայտարարությունները նաև նյարդայնացնում են։ Ուրեմն մենք բավարար չափով արդյունավետ չենք աշխատում։ Դրա համար մեր բյուջեն այնպիսին չի, որ ապահովի։ Ընդ որում, միայն աշխատողի մասին չի խոսքը։ Միայն աշխատողի մասին չի խոսքը։ Խոսքը նաև գործազուրկի մասին է, որը պետական բյուջեի համալրման ճանապարհին ունի շատ կոնկրետ գործառույթ։ Մյուսներից նման։ Որովհետև առնվազն նույնիսկ գործազուրկը մտնում է խանութ եւ թթվասեր առնում է, չէ՞։ Լավ թթվասեր չի առնում, հաց առնում է, չէ՞։ ՀԴՄ վերցնում է, թե չի վերցնում։ Էլի եմ ասում, բազմաթիվ բարեխիղճ տնտեսվարողներ անկախ նրանից կպահանջեն, թե չեն պահանջի, այդ ՀԴՄ-ն դուրս են գրում։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր նման մարդկանց։ Բայց ես խոսում եմ քաղաքացու իրավիճակի ընկալման եւ վերաբերմունքի մասին։ Նույնիսկ գործազուրկը իր գնաց հացի ՀԴՄ-ն վերցնում է թե չէ։ Ես գյուղերում եւ ոչ միայն գյուղերում, այսօր մեր ցանկացած բնակավայրում մենք միլիարդների, տասնյակ միլիարդների, 100 միլիարդների ծրագրեր ենք արել։ Եվ համայնքներում, եւ հանրապետական նշանակության, բայց այսօր կան չլուծված խնդիրներ, բազմաթիվ են չլուծված խնդիրները։ Ինչու են այդ խնդիրները չլուծված, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն չի կարողացել լուծել այդ խնդիրները։ Ես ուզում եմ, որ մեր բոլոր քաղաքացիներին տեսանելի լինի կապը, ընդ որում ես խոստովանում եմ, որ շատ երկար ժամանակ
Ես էլ ինձ համար բանը դիսկոմֆորտ էլ ա եղել եւ մտածել եմ որ լավ ինչ ՀԴՄ ուզեմ չուզեմ այսինքն սա բոլորիս ա վերաբերում ոչ մեկ թող գլուխ չգովա ասի ես միշտ ես հիմա կարող եմ ասել որ միշտ վերցնում եմ միշտ չկա տես տարբերակ որ չվերցնեմ բայց սա նոր գործելակերպ ա նաեւ ինձ համար այս գիտակցությունից հիմա բոլոր գյուղերում քաղաքներում թաղամասերում երբ որ մարդկանց ես հարցնում եմ ասում եմ կան ձեր գյուղում օրինակ կամ քաղաքում կամ թաղամասում չլուծված խնդիրներ ասում են կա ասում եմ ինչքան պետք կլինի գումար այսինքն առանց գումարի հնարավոր չի չէ այդ խնդիրը լուծել եւ այդ գումարը պետք է լինի բյուջետային ընդ որում մեր փորձը ի՞նչ է ցույց տալիս երբ որ գումարը բյուջետային չի գումարը ծախսվում է եւ խնդիրը չի լուծվում մենք այսօր ունենք բազմաթիվ հանրապետությունում կառուցված բարեգործական տրամաբանությամբ մանկապարտեզներ միջև մենք պետական բյուջեն տեր չի կանգնել այդ մանկապարտեզներին դպրոցներին չգիտեմ զբոսայգիներին մնացած բաներին որովհետև այդ բոլոր կամ հիմնական մեծ մասը ցավոք սրտի այդ այսպես կոչված բարեգործական նպատակներով կառուցված բաները իրանք մի ռեպորտաժի կյանք ունեն կամ 4 ռեպորտաժի կյանք որովհետև հավաքվեցինք նկարվեցինք եւ ես անկեղծ ասած ես շատ բան ունեմ նյարդ ունեմ կուտակված այն դեպքի համար երբ որ մարդիկ ասենք ենթադրենք 100,000 դրամի բարեգործություն են անում $4 միլիոն գովազդ են անում իրանց այսինքն $100,000 ծախսում են մի հատ պուլպուլակ սարքելու վրա հետո $4 միլիոն ծախսում են լրատվամիջոցների եւ սոցիալական ցանցերի վրա ու բանի բարեգործի բան է այն մեծ sense դոշի կեսը փակող մեդալները վրեքներից կախած ման են գալիս սա էլի մեր հանրային ընկալման բաների մասին է ես օրինակ որտեղ տեսնում եմ բարեգործություն ես կներեք արդեն բան ունեմ ալերգիա ունեմ որովհետև ես վարչապետի պաշտոնում ես տեսել եմ թե դա գործնականում ինչ է նշանակում ես ձեզ օրինակ պատմեմ մարդիկ նամակ են գրում ասում են բան մեր գյուղի մանկապարտեզը չասեմ որ գյուղի չի գործում մեր գյուղի մանկապարտեզը բան նոր կառուցված մանկապարտեզը սենց ոնց կլինի եւ այլ հետաքրքրվում ենք այս ինչ մանկապարտեզը բարձվում է որ մանկապարտեզը կառուցվել է բարերարների ջանքերով կառուցվել է բացումը արվել է ռեպորտաժները գնացել են վյուները ապահովել են լայքերը ապահովել են կոմենտները ապահովել են մեդալը կախվել է անունները քանդակվել է պատերին ոսկետար բանի ադամանդակուր եւ այլն ու բանը պարզա երեկոյան ընթրիկ առավոտյան խաշ եւ բոլորը արդեն ծրվել են եւ դրանից մի ամիս հետո մանկապարտեզը փակվել է ինչու որովհետեւ հոսանքի պարտք ունի եւ պարչի ով պետք է վճարի ջրի պարտք ունի աշխատողները աշխատել են բա ով է վճարելու իրանց աշխատավարձը Եվ այլն եւ այսպես շարունակ։ Իհարկե հիմա այդ մանկապարտեզը գործում է, որովհետեւ կառավարությունը իր որոշումներով դա դրել է այդ թվում համենքային եւ մենք այդ պահից արգելել ենք հույս ունեմ։ Ես գոնե այդպես եմ հանձնարարել։ Արգելել ենք ցանկացած նախագիծ, որը կառավարության սահմանած ստանդարտի մեջ չի, որը այդ թվում համենքային կամ պետական բյուջեի տրամաբանության մեջ է դրված եւ այդ տրամաբանության մեջ է աշխատում։ Եվ հետևաբար հարգելի գործընկերներ պետական բյուջեն յուրաքանչյուր ընտանիքի բարեկեցության վրա ավելի շատ գումար է ծախսում, քան ցանկացած առանձին վերցրած ընտանիք։ Եվ ուզում եմ նաև ասել, այո, ես հասկանում եմ մի վիճակագրություն էլ ասեմ, որը էլի ասել եմ նորություն չի 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 25 թվականի 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որտեղ այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների
մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Ինչ? Արաղ, ինչի արաղի հենց։ Շատ լավ, համաձայն եմ։ Այսինքն, ես նկատի ունեմ, այս պրոցեսը գնում է, բայց էլի եմ ասում, սա կառավարության ջանքն է, ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ, աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունի 10 դրամի, թե 10,000 դրամի, թե 110,000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին։ Բայց ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել հատուկ պետական բոլոր եւ համայնքային այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ պատշաճ հարկային հավաքագրումները ապահովելու համար։ Եվ սա չափազանց կարևոր կոնտեքստ է եւ նաեւ ուզում եմ մենք խոսենք այն առանցքային ծրագրերի մասին։ Հիմա գումարը հավաքեցինք հունվարի 1-ի թթվասերը առանք, ՀԴՄ վերցրինք, հարկը վճարեցինք։ Ինչ են 26 թվի։ Ինչ են կանելու, որ նա մեր բյուջեի առանձնահատկությունը, նախ, բյուջեն իմիջայլոց, էդ էլ է շատ կարևոր արձանագրում։ Ես այն չի համար եմ ասում, որ մենք հասկանանք, որ ոչ թե բյուջեն ճամպրուկներ են կամ սենյակա, որի մեջ փողերը դրած է եւ բանալին էլ ֆինանսների նախարարի կամ վարչապետի կամ կենտրոնական բյուջեն կանխատեսում է, ընդհանրապես կանխատեսում է, թե մենք ինչքան ենք աշխատելու նախորդող շրջանի փորձի եւ տնտեսական եւ քաղաքական process-ների վերլուծության հիման վրա։ Այսինքն ես ուզում եմ մենք շատ լավ հասկանանք, տեն սենյակ չկա, որտեղ այդ փողը դրած է։ Չնայած ասում եմ կան ռեզերվներ, որոնք բանկային հաշիվներում, կենտրոնական բանկում կառավարությունը պահում է, կան վարկային միջոցներ, բայց մեծ հաշվով բյուջեն հոսք է, բյուջեն ամենօրյա աշխատանք է եւ ամենօրյա աշխատանքի արդյունքում ապրանքների, ծառայությունների, արտադրանքի շրջանառության արդյունքում ձևավորված հարաբերությունների կողմից արտահայտված դրամական միջոցների հոսք է։ 2026 թվականի պետական բյուջեի եկամուտային մասը ըստ էության մենք նախատեսում ենք, որ կավելացնենք 253.4 միլիարդ դրամով կամ 8.9%-ով։ Պարոն Հովհաննիսյան, զուգահեռ նայեք, հանկարծ տողերը չխառնեն։ Հիմա բայց կարևոր է նաև արձանագրել, թե 26 թվին ինչ առանձնահատուկ ծրագրեր մենք ունենք, բաց են սովորական ծրագրերը, որ բյուջեով պետք է ապահովենք։ Ամենակարևոր նորություններից մեկը կներդրվի առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը եւ 2026 թվականին ըստ էության քաղաքացիները դրա հետ կապված որևէ ծախս չեն նկատի, որովհետեւ ծախսերը ամբողջը կանի կառավարությունը ադապտացիոն է շրջանում, բայց օրինակ մինչև 18 տարեկան երեխաների, այսինքն կանի էլի կառավարությունը քաղաքացիների միջոցով քաղաքացիների վճարած հարկերի ծախսման արդյունքում, բայց նաև հետագայում կառավարությունը նախատեսում է, որ պետք է ապահովի մինչև 18 տարեկան երեխաների, օրինակ 65+ տարիքի թոշակառուների առողջապահության ապահովագրություն եւ նաեւ որոշակի սոցիալական խմբերի։ Որոշակի սոցիալական խմբեր ասելով պետք է նկատի ունենալ նաեւ, որ մենք անապահովության գնահատման մեր համակարգերը փոխում ենք եւ այդ համակարգերի փոփոխության հայեցակարգային իմաստը եւ նպատակը այն է, որ մենք մարդուն ոչ թե քաջալերենք չաշխատել, այլ քաջալերենք աշխատել։
Տեսեք հիմա օրինակ սոցիալական ապահովության թեման շատ շահարկվում է, բայց մենք էս էլ պետք է, ես ինչի եմ ցույց տալիս բյուջեի ձևավորման այս համակարգը։ Որտեվ պետք է հասկանանք, որ բյուջեն, որով այդ թվում բան է արվում, վճարվում է անապահովության նպաստը, գործազրկության նպաստը վճարվում է աշխատող մարդկանց հաշվին։ Այսինքն եթե կարա չէ, եթե մի քաղաքացին իրավունք ունի, ասի, որ գիտեք ինչ ես չեմ աշխատում, կառավարություն, բերեք իմ ծախսերը հոգացեք, եթե մի քաղաքացի այդ իրավունքը ունի, իսկ իրավունք ունեն բոլոր քաղաքացիները։ Մենք էլ մի օր բոլոր քաղաքացիներն ասում են կառավարություն, դե որ տենց է, այս մի հոգու բոլոր հնարավոր ծախսերը հոգում եք, ես էլ չեմ աշխատում, հոգացեք իմ ծախսերը։ Եկեք պատկերացնենք տեսական իրավիճակ, երբ որ 2026 թվականի նոր տարին տենց առանձնահատուկ լավ է ստացվում, մեկ էլ քաղաքացիները գցում բռնում են, ասում են սկզբունքորեն չենք աշխատում։ Այնա բանի համակարգ կա, անապահովության գնահատման համակարգ կա, որը քաղաքացիներին բանա պետք է ապահովի, չէ, պարտքն է, չէ, պետության ապահովել քաղաքացիների սոցիալական թող ապահովի։ Եվ քաղաքացիները համընդհանուր ասում են չենք աշխատում, կառավարություն նպաստ տուր մեզ, առողջապահություն, դպրոց, մանկապարտեզ, ճանապարհներ, լուսավորություն եւ մնացած ամեն ինչ։ Թթվասերներն իսա են կառնելու։ Որտե՞ց, Ժողովուրդ ջան, որտե՞ց։ Չի լինում տեն։ Հա, ճիշտ է ասում։ Թթվասերի արտադրողն էլ չկա, որ արտադրի, որ գոնե նիսա առնենք։ Ես ուզում եմ ասել, որ ես երբեմն չեմ հասկանում, որովհետև երբեմն ասում եմ առանձնահատուկ սոցիալական խմբերի դեպքում դա հանրային համերաշխության խնդիր է, բայց երբեմն անկեղծ ասեմ, ես ինձ համար ընդունելի չի որոշակի բանա հազար ներողություն այդ բանի համար, ասենք այդ որոշակի մուննաթային տոն, որտեղ մենք չենք աշխատում 20 տարի է, ուսեն տուն չունենք, էս չունենք, այն չունենք, այն չունենք, այն չունենք։ Հիմա հազար ներողություն իհարկե բանի, բայց եթե հիմա ես էլեկտրոնային փոստս բացեմ, էկրանին արտահայտվեն, ասենք ես դա խնդիր է։ Մենք պետք է ասենք դա նորմալ չի, Ժողովուրդ ջան, տենց բան ասել։ Ասել գիտես ինչ չեմ աշխատում, տուն չունեմ, ես չունեմ, խնդրում եմ ապահովել ինձ։ Չի լինում տեն Ժողովուրդ ջան, չի լինում։ Դա նորմալ հանրային հարաբերություն չի։ Բայց ես այս առումով ուզում եմ նաև ընդգծել, որ Էսա նաև պատճառը, որ մենք հայտարարում ենք, որ կրթությունը մեզ համար ռազմավարություն է, կամ կրթությունն է մեր ռազմավարությունը։ Որտեվ երբ որ նման դեպքերի մեջ խորանում ես, հասկանում ես ինչն է դրա պատճառը, հասկանում ես, որ դեպքերի 80%-ում խնդիրը կրթության մեջ է։ Կամ մարդիկ, ովքեր աշխատում են, բայց սոցիալական մինիմում չեն կարողանում ապահովել։ Ստեղ էլ է խնդիրը կրթության մեջ։ Որովհետև այդ մարդիկ օբյեկտիվորեն չունեն որակավորում ավելի բարձր աշխատավարձ ապահովող սեգմենտներում աշխատելու։ Եվ ես կարծում եմ, որ բյուջետային քննարկումները շատ լավ առիթ են, որպեսզի մենք այս բոլոր շերտերին անդրադառնանք։ Բայց վերադառնալով առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը, որից համոզված եմ բյուջետային քննարկումների ընթացքում մանրամասներով կխոսենք։ Կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի ետ վերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան
հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Բայց հաջորդը մենք այս տարին ներդնելու ենք համընդհանուր ետ վճարի համակարգ։ Այսինքն բոլոր քաղաքացիները անկախիկ առևտրի դեպքում իրենց առևտրի որոշակի տոկոս հետ են ստանալու։ Համակարգը կներդրվի, պարոն Հովհաննիսյան, 3.5%-ի մասներ, 2%-ի մաս, անկախենք առևտրի 2%-ը, քաղաքացիները էլի հետ վճարի ձևով կստանան։ Մենք հարգելի գործընկերներ թևակողելու ենք ակադեմիական քաղաքի նախագծի իրականացման հաջորդ փուլ։ Այս տարի մինչև տարեվերջ մենք կհաստատենք արդեն դե յուրե որոշմամբ ակադեմիական քաղաքի master plan-ը կամ գլխավոր հատակագիծը, չգիտեմ որ տերմինն ավելի ճշգրիտ, master plan-ը եւ կսկսենք ուրեմն ակադեմիական քաղաքի իրագործման հաջորդ արդեն դե յուրե եւ դե ֆակտո լիարժեք փուլը։ Իհարկե կշարունակվի, մենք 2026 թվականին ավարտին կհասնենք մեր 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը եւ ուզում եմ ընդգծել, որ մեզ համար հիմա ակնհայտ է, որ 300 դպրոցի ծրագրից հետո մենք պետք է որդեգրենք նոր 300 դպրոց ծրագրի, որովհետեւ դա էլ հաջորդ մեր արձանագրումներ եւ այն դեպքերից է, երբ որ մենք մեր երկիրը երկրի մասին ինֆորմացիա մեզ թվում է շատ գիտենք, բայց իրականում շատ չգիտենք։ Որտեւ 300 որ ասում ենք, մեզ թվում է թե 300 դպրոց կկառուցենք եւ երկրում դպրոցների պահանջարկը դրանով կբավարարվի։ Բայց ոչ, ես ավելին ասեմ, այն հաջորդ 300-ից հետո մենք պետք է եւս մի 300 անենք։ Այո, եւս 3 հատ 300 պետք է կառուցենք, որպեսզի կրթության պատշաճ մակարդակ տեղի ունենա։ Հարգելի գործընկերներ, Հայաստանում աղքատության տոկոսը շարունակում է մնալ բարձր։ 23% վերջին տվյալներով, եթե ճիշտ եմ հիշում։ Ես ուզում եմ մենք խորանանք այս երևույթի պատճառի մեջ, որովհետև այստեղ կոնֆլիկտ կա իրոք։ Մենք ցույց ենք տալիս մի կողմ տնտեսական աճ, փողի մեծ շրջանառություն Հայաստանի Հանրապետությունում, բայց մենք աղքատության էական նվազում չենք ունենում։ Ես շատ մտածել եմ այդ երևույթի մասին։ Գիտեք ինչն է դրա պատճառը։ Իմ համոզմամբ դպրոցների ավերակներն են դրանց պատճառը։ Դա ուրիշ որևէ պատճառ չունի։ Ավերակ դպրոցները, այն որ հանրապետության երեխաների մի զգալի մասը ըստ էության զրկված է պատշաճ որակի կրթության իրավունքից։ Ուրիշ պատճառ դրա համար չկա։ Որտեւ այդ ոնց է որ 100,000-ավոր կամ տասնյակ հազարավոր լավ քաղաքացիներ կարող են արտերկրից գալ Հայաստանում աշխատել եւ բոլոր հիմնարկները ուղղակի խնդրում աղաչում են աշխատող են փնտրում եւ չեն գտնում մյուս կողմից բարձր վճարման սեգմենտներում աշխատողների մեծ պահանջարկ կա մյուս կողմից աղքատության այս երևույթը դրա պատճառներն է որ տասնամյակներով Հայաստանի երեխաները դպրոց չեն ունեցել հարգելի գործընկերներ հիմա այդ երեխաները մեծացել են հասուն մարդիկ են եւ պետքա վաստակեն ինչով վաստակեն որ գիտելիքով որտեղ ստացած գիտելիքով վաստակեն հիմա այս ինչի համար եմ ասում որովհետև այնօր լսում եմ բանը Հայաստանի նախկին ղեկավարներից մեկը ասում է դե աղքատություն ասում է ոնց եղել է էական փոփոխություն չի ունեցել հա չի ունեցել այսինքն փոփոխություն ունեցել է તો նվազում ունեցել է բայց այդ նվազումը էական չի այսինքն գոհացուցիչ չի դա նրա պատճառով է որ դուք ավերել եք դպրոցները այսինքն ոչ թե ավերել եք այլ ավերակ են եղել դպրոցները ձեր ժամանակ դա նրանից է որ ձեր ժամանակ բարձրագույն կրթական համակարգը ըստ էության համակարգի որակը գահավիժել որ բուհերը եղել են ընդամենը
կոռուպցիայի եւ քաղաքական հարկադրանքի միջոցներ։ Այսօր աղքատությունը դրա համար է։ Ուրիշ որևէ պատճառ աղքատության համար չկա։ Այսօր Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ով ունի հմտությունների եւ գիտելիքների մի որոշակի գծից, թեկուզ մի քիչ ավել պաշար, ինքը հեշտությամբ կարող է հաղթահարել աղքատությունը։ Բա մենք ո՞նց ենք պատկերացնում, եւ երկրորդը աղքատությունը հաղթահարում են աշխատանքով։ Ուրիշ տարբերակ չկա աղքատություն հաղթահարելու։ Իսկ որպեսզի աշխատանքը բերի աղքատության հաղթահարում, այդ աշխատանքը պետք է լինի որակավորված աշխատանքով։ Բա մենք աղքատության հաղթահարումը ո՞նց ենք պատկերացնում, տանենք ամեն աղքատի ամիս 2 միլիոն դրամ տանք, նախ դա էլ չի հաղթահարելու աղքատությունը, որովհետև այդ 2 միլիոն դրամը ծախսելու գիտելիք էլ է պետք ունենալ։ Եվ երկրորդ այդ 2 միլիոն դրամը որտեղից տանք, ում հաշվին տանք։ Ես ցույց տվի բյուջեի ձևավորման մեխանիզմը։ Ով է պատրաստ ինքը աշխատի, որպեսզի չաշխատողները, ով է պատրաստ, որ ինքը 10 տարի ներդրում անի իր կրթության մեջ, հետո աշխատի, մարդիկ կան այսօր, այո, 2-3 միլիոն դրամ աշխատավարձ են ստանում, բայց մինչև հիմա իրանց ուսանող ժամանակ եղած վարկերն են փակում։ Կան նաև այդպիսի մարդիկ։ Ես այն չի համար եմ, ես ամեն ինչը ասում, հարգելի գործընկերներ, որ մենք այնուամենայնիվ այս պետական բյուջեի նկատմամբ վերաբերմունքը, հա մեկ էլ հաջորդ խոսույթն է նա, որ կառավարությունը շատ է ծախսում այդ պետական պաշտոնյաների աշխատավարձի թեման, ես դրան անդրադարձել եմ։ Մենք կարանք ուղղակի պետական համակարգը, նույնը ոնց որ, ասենք պետական համակարգ չկա, աշխատավարձել չենք տալիս։ Ինչ տեղի կունենա, ամեն ինչ կկանգնի, բացարձակապես ամեն ինչ։ Հաջորդը, խոսքա գնում նրա մասին, ինչքանով ենք մենք ծախսում արդյունավետ։ Ես չգիտեմ, այս օրինակը ոնց է հնչում, բայց ես դրանում խորը համոզված եմ, որևէ մեկը հակառակը չի կարող ապացուցի։ Ասում եմ, եկեք նայենք մեր բանին, հա, չէ, ծնունդ ենք կազմակերպում, հարսանիք, նոր տարի, եկեք գնանք կամ գնում ենք այն օրը միտեղ քաղաքացիներից շփվելիս, ասում եմ, օրինակ կլնում է, որ ձեր գնում եք առևտուր եք անում, ձեր ընտանիքի անդամներն ասում են, այս ինչ տպասերս բերե ժամկետը անցած է, այս ինձ միսա, հոտ է, այս ձմերուկը բան էր, լխկած էր, այս բանը, այս սալորը ворթնած էր, ըլնում է տենց բան ձեզ հետ։ Ասում է, հա, ըլնում է։ Ասում եմ, բա ինչի ես անարդյունավետ ծախսում ընտանեկան բյուջետ։ Կոռուպցիոներ ես։ Եվ մենք բոլորիս հետ դա ըլնում է, չէ, իհարկե այդ սպառողական իհարկե բանը, կուլտուրան ուրիշ բան է։ Մենք էլ ենք սովորում, այդ եմ ասում, այդ փողը ծախսելն էլ է բան։ Հատուկ հմտություն։ Բա որ մեր ամեն նոր տարուց հետո մենք քանի համախառն, քանի միլիարդ դրամի ապրանք ենք տանում լցնում աղբանոցը։ Ցանկացած բարից հետո։ Հիմա մենք բոլորս մի ընտանիքի անդամներ ենք։ Չենք կարա մենք մեր ընտանեկան խնջույքի կազմակերպման օրինակ համար ծախսենք գումարը ուրիշ արդյունավետությամբ, հետո հաջորդ օրը գրանք կառավարություն աշխատանքի լրիվ 170 ասիան փող, դառնանք սուպեր արդյունավետ։ Այս երկու բանը շատ փոխկապակցված են եւ դա կառավարման եւ այո այդ թվում կրթական հարց է։ Եվ մենք եւ այո լավագույն հարթակ այդ խնդիրների մասին խոսելու պետական բյուջեի նախագծի քննարկումներն են, որովհետև պետական բյուջեն, նրա ծախսային եւ եկամտային մասը եւ բյուջեի հաշվետվությունները, հարգելի գործընկերներ, արտահայտում են մեր բոլոր առավելությունները, ոչ միայն կառավարության, այլև մեր հանրային բոլոր առավելությունները եւ թերությունները, բոլոր արդյունավետությունները եւ անարդյունավետությունները, եւ մեր հանրային խնդիրները ճանաչելու, դրանք տեղորոշելու եւ լուծելու միակ մեխանիզմը պետական բյուջեն է։ Ես էլի ուզում եմ ասեմ, մենք պատուհանից
նայում ենք, ինչ որ տեսնում ենք եւ ինչ որ չենք տեսնում, այդ ամեն ինչը պետական բյուջեն է։ Ինչ որ տեսնում ենք, պետական բյուջեն այդտեղ ինչ որ մի բան արել է, ինչ որ չենք տեսնում, ուրեմն պետական բյուջեն ինչ որ մի բան չի արել, իսկ չի արել այն պատճառով, որ մենք տասնամյակներով մեր թթվասերը առնելիս ՀԴՄ չենք վերցրել։ Եթե մենք հաշվենք, թե մենք մեզնից յուրաքանչյուրը մեր կյանքում չվերցրած ՀԴՄ-ների արդյունքում կամ ՀԴՄ չվերցնելու արդյունքում ինչքան եկամուտ է շրջանցել Հայաստանի Հանրապետության բյուջեն, հավաստիացնում եմ, խոսքը ոչ թե միլիոնների, խոսքը ոչ թե միլիարդների, խոսքը տրիլիոնների մասին է։ Եվ մենք պետք է այդ տրիլիոնների մի մասը անվերադարձ կորել են, մի մասը ինչ որ ձևով հնարավոր կլինի այդ թվում ապօրինի գույքի բռնագանձման եւ այլ մեխանիզմներով հետ բերել, բայց մեր խնդիրը հետեւյալն է, որ մենք այլևս այդ տրիլիոնները չկորցնենք եւ մենք կենտրոնացած մնանք այն թեմայի վրա եւ այն ընկալման վրա, որ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն մեզնից յուրաքանչյուրի եւ մեր համընդհանուր ընտանեկան բյուջեն է։ Շնորհակալություն եւ հաջողություններ եմ մաղթում ազգային ժողովում բյուջեի նախագծի քննարկումներին։ Շնորհակալություն։